Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան, համեցեք պարոն Հայրապետյան։ Հարգելի պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, տարիներ շարունակ կառավարությունը աջակցության տարատեսակ ծրագրեր է իրականացրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ուղղությամբ եւ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին արձանագրվել է, որ գործող կարգավորումները կավարտվեն 2024 թվականի դեկտեմբերի 31-ով, իսկ արդեն 25 թվականի հունվարի 1-ից նոր կարգավորումներ առավել երկարաժամկետ եւ առավել համապարփակ լուծումներով է հանդես գալու կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու նպատակով։ 2024 հակիրճ եւ արագ ամփոփելու համար ասեմ, որ հիմնական երկու ծրագիր է գործել նախորդ տարվա ընթացքում, առաջինը դեռևս վաղուց գործող ստարտափների համար մինչև 30 հոգանոց աշխատակից ունեցող ընկերությունների համար աշխատակիցների եկամտահարկի 50%-ի ուրեմն հարկային արտոնություններ են սահմանված եղել եւ 2022 թվականի մարտի 1-ից տեխնոլոգիական ընկերություններում 10 եւ ավել աշխատակիցներ ներգրավված ընկերությունների այդ նոր ներգրավված աշխատակիցների եկամտահարկի 50%-ի չափով վերադարձ է արվել տվյալ ընկերություններին։ Այս մասով կարող եմ ասել, որ 2024 թվականին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 6.5 միլիարդի աջակցություն է ցուցաբերել ընկերություններին, ՑՊԱՀ-ս եւս 1.5 միլիարդի, որովհետեւ երամսյակներով է ուրեմն տրամադրվել այդ աջակցության մասը, եւս 1.5 միլիարդ նախատեսվում է մինչև մարտի 31 տրամադրել ընկերություններին, սրանով ծրագիրը ավարտվում է եւ ուժի մեջ է մտնում արդեն իսկ հունվարի 1-ից գործող բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքը, ինչպես նաեւ հարկային օրենսգրքում փոփոխությունները եւ լրացումները, որոնք ընդունվել են 2024-ի դեկտեմբերին։ Այս նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է երկու հիմնական գործիք, ընդհանրական գործիք, առաջին աջակցության ծրագրերն են, այստեղ 3 հիմնական ուղղություն է վերցրել կառավարությունը 7 տարիների համար, մասնավորապես այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն կամ ներգրավված կլինեն 2022-ի մարտի 1-ից յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան տվյալ ընկերությունները, նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին 60%-ի չափով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան ընկերությունները, այստեղ հիմնականում մենք թիրախավորել ենք բուհը ավարտող երիտասարդ տաղանդների կադրերի մուտքը, ինչպես նաև վերամասնագիտացված, վերապրոֆիլավորում անցած մասնագետների մուտքի պարագայում ենք նման աջակցություն սահմանում եւ երրորդ ուղղությունը մասնագիտական վերապատրաստման, ուրեմն կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող աշխատակիցների մասով կրկին ընկերությունները արդեն 50%-ի չափով եկամտահարկի աջակցություն են ստանալու։ Եթե նախկին տարիներին կառավարությունը հիմնականում թիրախավորում էր ՏՏ ոլորտը, այսինքն հիմնականում ուրեմն դասակ տնտեսական գործունեության դասակարգչի, որի մեջ հիմնականում մտնում էին ծրագրային ապահովում, համակարգչային ծրագրերի մշակում, տվյալների հետ աշխատանք, ապա այս օրենքի հիմքում դրված է մենք փորձել ենք նաև միջազգային փորձը եւ ստանդարտները հաշվի առնելով փորձել ենք առաջին անգամ նաև ձևակերպել սահմանել բարձր տեխնոլոգիաները, որոնք են եւ այս ծրագրի հիմքում դրել ենք ոչ միայն ՏՏ ոլորտը, այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու մեր նպատակի։ Եվ կրկին շատ արագ ընթերցեմ, թե այլևս ինչ տնտեսական գործունեություն իրականացնող ընկերություններն են այլևս հունվարի 1-ից լինելու այս ծրագրի շահառու։ Մասնավորապես
էլեկտրոնային բաղադրամասերի արտադրություն, հավաքած էլեկտրոնային մեկուսատախտակների արտադրություն, համակարգիչների եւ ծայրամասային սարքվածների արտադրություն, կապի սարքավորանքի արտադրություն, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ եւ գործիքների սարքերի արտադրություն, ճառագայթահարող, էլեկտրաբժշկական եւ էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն, օպտիկական գործիքների լուսանկարչական սարքավորանքի արտադրություն, մագնիսական եւ օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրություն, շարժիչների, տուրբինների բացառությամբ ավտոմեքենաների օդագնացական արտադրության, հիդրավլիկական սարքավորանքի արտադրություն, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն, ավտոմեքենաների եւ դրանց շարժիչների համար էլեկտրական եւ էլեկտրոնային սարքավորանքի արտադրություն, օդանավերի տիեզերանավերի արտադրություն, այլ թռչող սարքերի արտադրություն, օդանավերի տիեզերանավերի այլ թռչող սարքերի համար մասերի, լրամասերի արտադրություն, մարտական մեքենաների արտադրություն, համակարգչային խաղերի հրատարակություն, այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն, ծրագրային ապահովման մշակում, էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում, մշակում, խորհրդատվական գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում չներառված ուրիշ խմբավորումներում, համակարգչային համակարգերի կառավարման գործունեություն, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն, տվյալների հիմնապաշարների եւ տեղեկատվական ռեսուրսների մշակում եւ կիրառում, օպերատիվ ռեժիմում ծրագրային ապահովմանն առնչվող սպասարկման ծառայություններ, վեբ պորտալների հետ կապված գործողություններ, ինտեգրալային սխեմաների նախագծում եւ թեստավորում, գիտական հետազոտություն եւ փորձարարական մշակումներ կենսատեխնոլոգիաների բնագավառում, նույնը բնական գիտությունների, տեխնիկական գիտությունների եւ տեխնոլոգիաների բնագավառում եւ հասարակական հիմանալար գիտությունների բնագավառում հետազոտությունների մասով, այսինքն առաջին անգամ մենք այս աջակցությունը նախատեսել ենք ամբողջ high-tech սեկտորի համար եւ երկրորդ ուղղությունը աջակցության ծրագրերից նախատեսված է R&D-ի մասով, այսինքն գիտական հետազոտությունների եւ փորձարարական մշակումների մասով, որը երևի թե հարց ու պատասխանի ձևաչափով կանրադառնանք դրանց։ Շնորհակալություն, պարոն Հայրապետյան, այսինքն այստեղ նշած կամ արտոնությունը ասեմ կամ ծրագրերը ասեմ ձեր նշած բոլոր ոլորտներին չի վերաբերվում։ Այսինքն բոլոր այս ոլորտները, որոնք նշված են, այս տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունները, որտեղ 90% աշխատակիցների ներկայացված են հենց այս ուղղություններով, այսինքն ընդ որում ոչ թե կարող են օրինակ ընկերության 50% ծրագրային ապահովմամբ, մնացած 40% օրինակ hard-ի սարքավորումների վրա աշխատանքով, եթե ասում եմ դուք թվարկեցիք ոլորտներ, հիմա ինչ որ լսեցիք, այս փաթեթը վերաբերվում է բոլոր կետերը վերաբերվում են բոլոր ընկերություններին, թե ուղղություններ կան մասամբ, այսինքն բոլոր կետերը վերաբերում են բոլոր ուղղություններին։ Այո։ Հիմա կոնկրետանանք ինչի մասին է խոսքը։ Առաջինը, ասում ենք աշխատանքային միգրանտներ, այսինքն դրսից երբ որ հրավիրում են մասնագետներ իրանց մոտ աշխատելու, մենք իրանց եկամտային հարկի 60%-ը վերադարձնում ենք, ընկերությանն ենք վերադարձնում։ Այսինքն մի աշխատող հրավիրեցին, մի հոգու 60%-ն ենք աշխատավարձի եկամտային հարկի վերադարձնում, 2 հոգի, 2 հոգին է, 1000 հոգի, 1000 հոգուն։ Այո։ Սահմանափակում չկա։ Ոչ։ Երկրորդը, երբ որ իրանց աշխատակիցների վերապատրաստման կամ վերապատրաստվող կամ սովորող աշխատակիցների եկամտային հարկի 50%-ն են վերադարձնում։ Այո, 3 ամսով։ Մենակ 3 ամսով, այո։ Այսինքն երբ որ իրանք ասում են մենք այս աշխատողին ուղարկում ենք վերապատրաստման, 3 ամիս շարունակ 50%-ի եկամտահարկի չափով մենք ներդրում ենք կատարում ընկերությունը։ Շատ լավ։ Նոր աշխատակիցների մասով, աշխատաշուկա նոր մուտք գործող, այսինքն նախկինում երբևէ տեխնոլոգիական ոլորտում, այսինքն երբ այս ուղղությունները նշեցի, այդ տվյալ ուղղություններում երբևէ չաշխատած, չներգրաված աշխատակիցների մասով ներգրավելու պարագայում 60%-ի չափով հատկացում ենք կատարում։ Շատ լավ։ Այսինքն հրավիրեց աշխատող 60%,
առաջին անգամ աշխատանքի մտնող 60%, իր հիմնարկում աշխատողներին 50% եկամտային հարկի վերադարձ ենք ապահովում։ Շատ լավ, հաջորդ փուլով, հաջորդ թիվ։ Շրջանառության հարկի 1% դրույքաչափ 5%-ի փոխարեն։ Սա խոսքը վերաբերվում է կոնկրետ ոլորտների, ձեր նշած ոլորտների շրջանառության հարկի դաշտում աշխատող ընկերությունների։ Այո։ Այսինքն մենք իրենց հարկային բեռը նվազեցնում ենք 5%-ից դարձնում 1%, բայց սա վերաբերում է շրջանառության հարկով աշխատող։ Այո, այո։ R&D ներգրաված անձնակազմի եկամտային հարկը 20%-ի փոխարեն սահմանում ենք 10%։ Մասնագիտական աշխատող անձնակազմին վճարվող աշխատավարձի 200%-ի չափով շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտը հավելյալ նվազեցնելու հնարավորություն, բայց ոչ ավել, քան հարկման բազայի 50%-ը։ Այսինքն, եթե այսպես ասած մասնագիտական աշխատանք կատարող, այսինքն տեխնոլոգիական ոլորտում աշխատող աշխատողներին վճարող աշխատավարձի ֆոնդի 200%-ի չափով, հա, հնարավորություն ենք տալիս, որ շահութահարկի հարկման բազան նվազեցնի, այսինքն սրանով մենք շահագրգռում ենք, որպեսզի այդ ուղղությամբ ներդրումներ անի։ Հարկային տարվա ընթացքում մինչև 50% ներառյալ աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարած տնտեսվարող սուբյեկտների ստացած նպատակային դրամական միջոցների շահութահարկով հարկման նպատակով համախառն եկամուտ ճանաչելու կանոնների վերանայում այն տրամաբանությամբ, որ այդ դրամական միջոցները եկամուտ ճանաչվեն ոչ թե հարկային տարվա ընթացքում, որում ստացել են, այլ այն հարկային տարվա ընթացքում, որում այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ։ Այսինքն էս էլ ենք հնարավորություն տալիս նվազեցնեն բազայից, այսինքն սրանով նաև խրախուսում ենք, որ ինչ որ առումով կապիտալ ներդրումներ անել եւ հնարավորություն ենք տալիս, որ դա շահութահարկի բազայից նվազեցնեն։ Համեցի։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, այս դրվագի էությունն այն է, որ սովորաբար կան մեկնարկային հետազոտական փոքր խմբեր, որոնք իրենց գաղափարի կյանքի կոչման սկզբնական փուլում հիմնականում ֆինանսավորվում են դրամաշնորհային ծրագրերի տրամաբանությամբ եւ մեր օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կանոնն այն է, որ ստացված դրամաշնորհները առևտրային կազմակերպությունների համար հարկման նպատակով եկամուտ են ճանաչվում հենց ստացման տարվա ընթացքում ամբողջովին, անկախ նրանից տվյալ շահառուն ստացողը հասցրել է տարվա ընթացքում այդ գումարները ամբողջությամբ ծախսել, թե ոչ, եւ եթե չի հասցրել ծախսել կամ մասամբ է ծախսել, ստացվում է, որ կունենա եկամուտ եւ ավելի փոքր չափով ծախս ու տարբերությունը կհարկվի շահութահարկով։ Որպեսզի նման երևույթ չունենանք, ասում ենք եկամուտ կճանաչվի այն չափով եւ այն պահին, երբ որ այդ գումարները այդ հետազոտական խումբը կսկսի ծախսել, որպեսզի եկամուտն ու ծախսը հավասար լինեն ու հարկային հետևանքներ չկրի այդ ստարտափ հետազոտական խումբը, որովհետև դրամաշնորհը այդ կարգավորումը ուրիշ ոլորտներում էլ է գործում, հա։ Մենք ունենք ընդհանուր նշանակության կանոն, պարոն վարչապետ, որը այս դեպքում կարող էր բերել հարկային հետևանքների եւ արդյունքում դրամաշնորհի մի մասը հարկի ձևով վճարվել պետական բյուջե։ Հիմա ուրիշ տեղ կա, որ կարա բերի հարկային հետևանքների։ Օրինակ, եթե մեկ այլ առևտրային կազմակերպություն անհատույց գումար ստանա ու ստացման տարվա ընթացքում անհատույց նվեր։ Խոսքը նվերի մասին։ Այո, դրամաշնորհի մասին է միայն։ Վարկի մասին Ոչ, չի, նվերի մասին, դրամաշնորհի մասին։ Հասկանալի։ Որովհետև հաճախ տալիս են գումար, պարոն վարչապետ, բայց դիցուք 2 կամ 3 տարվա ծրագիր ֆինանսավորելու համար, ծախսեր ֆինանսավորելու համար, որպեսզի գումարը մինչև վերջին դրամը ծախսվի այդ գաղափարի իրագործման նպատակով, այս կանոնով հնարավորություն ենք տալիս, որ հարկային հետևանքներ չկրի այդ հետազոտական խումբը։ Բայց իմ հարցը հետեւյալն էր, հիմա այդ լավ ենք անում, որ այնպես անում ենք, որ այս ոլորտում հարկային հետևանքներ չկրի, բայց մենք համոզված ենք, որ ոլորտներում, որտեղ այդ նույն իրավիճակը հարկային հետևանքներ կրում է, դա ճիշտ է եւ լավ է։ Կանոնը միայն դրամական միջոցի տեսքով անհատույց ստացվող ակտիվների համար է եւ կանոնից կան մի շարք բացառություններ։ Օրինակ գյուղատնտեսության աջակցության ծրագրերի համար, երբ որ մենք գումարներ ենք տալիս, այլ կանոն ենք նախատեսել։ Եթե օրինակ այդ
նվերը օրինակ կառավարությունն է տալիս ու տալիս է գրած կորուստը կամ վնասը ծածկելու համար կամ նախկինում կատարված ծախսերը massամբ կամ ամբողջությամբ համաֆինանսավորելու համար այս դրվագները ոչ մի անգամ չեն առաջացնում հարկային հետևանքներ։ Այսինքն փորձել ենք հասցեականություն ապահովել, պարոն վարչապետ։ Բոլոր այն դեպքերում, երբ որ տրամաբանական է, որ աջակցություն ստացողը իր ստացած գումարից հարկեր չվճարի, այդ դեպքերը առանձին նախատեսել ենք օրենսդրությամբ։ Շատ լավ, ամեն դեպքում ինձ խնդրում եմ տեղեկանք տվեք, թե որ ոլորտներն են, որ իրանց նկատմամբ հարկային պարտավորություններ առաջանում, մի հատ անցնենք այդ ոլորտների վրա։